Կերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Միշտ պատիվ ունեմ եւ գալիս եմ Գյումրի։ Ինձ համար քաղաքը եւ արժանապատվության արտածում է եւ կարող է անկեղծ ասած ախտորոշում լինել։ Այսօր էլի նույն հաճույքով ջեմում էի եւ այդ միայն Գյումրիում կարելի է տեսնել այն ջրհորդանները, որոնք ես տեսա եւս մեկ անգամ, այն ամբողջ գեղագիտական հաճույքը, որ կարող է ստանալ մի բանից, որին այլապես միայն ֆունկցիոնալ նշանակություն է տալիս։ Ես առանձին չխոսեմ այն պատշգամբներից, որ միայն Գյումրիում կան, ես չեմ չափազանցնում, բայց նաեւ տարիներով այցելելով միշտ ուշադրությունս գրավել են պատշգամբները եւ այն հոգացությունը ընդհանրապես, որ մարդիկ ունեն այլապես իրենց սեփական պատշգամբների նկատմամբ։ Ես այնչու եմ ասում, որովհետեւ անկեղծ ասած երևանցիներս այդ վերաբերմունքը չունեցանք եւ մեր ազատությունները մինչեւ անչափություն հասցրինք երբեմն, ու այստեղ տեսնում ես, որ այդ ազատության հետ միասին մարդիկ համընդհանուր պատասխանատվության մի հատ բան ունեն զգացողություն, որ պիտի շենքի տեսքին համապատասխանի, որ իրենք իրավունք չունեն կամայական, վստահ եմ, որ տարիներով չի եղել այդ վերահսկողություն, սա նոր երևույթ չէ։ Ու այդ բան կա, մի տեսակ բան ունեմ, խանդ ու ակնածանք ունեմ, մեծագույն հարգանքս այդ ազատության նկատմամբ եւ կարծում եմ գյումրեցիները այդ իրենց արժանապատվությամբ անկեղծորեն այդ կարողանալ լինել ազատ առանց չափը տանցնելու եւ կարողանալ լինել ազատ առանց պատմությունը թերքելու։ Այն վերաբերմունքը իհարկե տարբեր պատճառներ կան, թե ինչու պատմական ու մշակութային շենքերը, հուշարձանները չեն պահպանվում, բայց նույն պայմաններում, նույն փոփոխականների պայմաններում գյումրեցիները անգամ փողի ներհոսքի պայմաններում իրենց պատմության անշարժ ուրեմն վկաներին վերաբերում են իսկապես շատ մեծ հոգացությամբ եւ դա սեփական անձն է նկարագրում, այսինքն միշտ քաղաքին նայելով, համայնքի մասին կարող ես կարծիք ունենալ եւ ես կարծում եմ Գյումրին այն բացառիկ համայնքներից է, որ իրեն արժանի քաղաքապետ ու համայնքապետ պիտի ունենա, որպեսզի այն արժանապատվությունը, որ ունի, ավելի ընդգծվի եւ ես մեծագույն հարգանքս բոլոր թեկնածուներին, ես բոլորին հաջողություն եմ մաղթում, թող Գյումրին գտնի իր արժանի եւ քաղաքապետին եւ որն ամենակարևորն է ավականու անդամներին, որ ես կարծում եմ ավականին ամենակարևորն է, բայց նաեւ ուզում եմ ասել, որ ինձ համար անձնապես, որտեղ գիտեմ Լևոն Մարսեղյանի անցած ճանապարհը, միշտ բան եմ արել, հետևել եմ եւ շատ մեծ հարգանք եմ ունեցել այն ամբողջ պատասխանատվությունը, որ ինքը ունեցել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ ընտրությունները որոշում կայացնելը միշտ լինեն մարդուն, անհատինը, գյումրեցունը, երևանցունը եւ այն գյումրեցու պատվախնդրությունը, որը միշտ կարող ես տեսնել, ինձ համար իհարկե Լևոն Բարսեղյանը, բայց ես իհարկե ցավոք սրտի որևէ ուժ եւ իշխանություն չունեմ իմ քվեի տեսանկյունից Գյումրիում մասնակցելու ընտրությանը, բայց անկեղծ նախանձով հետևում եմ եւ մաղթում եմ հաջողություն, որպեսզի Գյումրին գտնի իր արժանի համայնքապետին։ Ինձ համար նաև շատ կարևորում եմ ընդհանրապես ամեն ինչից զատ նայել, թե մարդիկ ինչպես են հաղորդակցվում իշխանություն չունեցողների հետ։ Իշխանություն ունեցողների հետ միշտ ամեն ինչ հստակ է, մարդիկ փորձում են շատ զգոն ու զգուշ լինել, պատկառանքն ու երբեմն նաև քծնանքը արտահայտել, մինչդեռ երեխաների եւ կենդանիների նկատմամբ վերաբերմունքն է բացահայտում իրական մարդուն։ Եվ ես նայում եմ պարոն Բարսեղյանի առաջարկած ծրագրի թռուցիկը եւ այնտեղ մեծատառերով եւ առաջին տողերում կան թե թափառող շները եւ որոնց հարցը պիտի արժանապատիվ լուծում ստանա, հուսակատակ հարց չէ, թե երիտասարդները, ովքեր հաճախ չեն կարողանում մարդիկ մասնակցել իրենց համայնքի մասին որոշումների կայացմանը։ Ես կարծում եմ, այս ամենից շատ է նկարագրում թեկնածուին,
Եվ վերջապես ինձ համար նաև շատ կարևոր է, որ հաճախ ասում են գնում ենք Եվրոպա, շատ նեղվում եւ վիրավորվում եմ, որովհետեւ Եվրոպա չենք գնում, ես չգիտեմ Եվրոպան հավանաբար գալիս է, այդպես ձևակերպել, բայց ինձ համար այդ ամեն ինչը ուրիշ մի շերտ ունի։ Ինքնակառավարումն է եւ այն ինչ որ մենք թիմի տեղական ինքնակառավարման մասին օրենքում ունենք գրած, որ համայնքն է եւ համայնքն է ղեկավարը, այսինքն կառավարիչները ծառայում են համայնքին եւ սա է իրական ժողովրդավարությունը, սա այն հնուց եկած սեփական միջավայրը մշակելու կարողությունն ու հանձնառությունն է, որին հաճախ շատ կառավարիչներ խանգարել են եւ ես կարծում եմ, որ այս պատմական նաեւ որոշումը, որ ոչ թե փակ կաբինետներում կորոշեն, մենք գնում ենք ԵՄ, մենք գնում ենք որևէ ուղղություն ցանկացած ուղղություն ասել, այլ ժողովուրդը ինքը կորոշի իր ուղիղ քվեով, հանրաքվեով կգնանք մեկնարկենք գործընթացը թե ոչ, սա էլ շատ խորհրդանշական եմ համարում եւ զուգակցում եմ տեղական ինքնակառավարման հետ, որովհետև ազատությունը միայն այդտեղ է, միայն այդտեղ ենք մենք ինքնադրսևորվում ու այդտեղ է, որ հատորներով համայնքները մեր մասին մեզ պատմում են, այս պահին ես որպես երևանցի շատ եմ ամաչում, որ մենք մեր մշակութային ժառանգությունը չկարողացանք փրկել եւ շատ ուրախ եմ, որ գյումրեցիները անգամ վատ պայմաններում են կանգնել դրա կողքին եւ հիմա իսկապես նաեւ լավ համայնքապետ ընտրելով եւ ավագանի, միայն դա չի որ համայնքապետ, այլ ավագանի պատասխանատու այդ ընտրանում բերեն քաղաքապետարան, որը ժամանակի եւ տարածության խզում չի ունենա, այդ հարգանքը կունենա փոքրից մեծ։ Ես իսկապես մաղթում եմ հաջողություն ձեզ բոլորիս, Լևոն Բարսեղյանին եւ գյումրեցիներին շատ շնորհակալություն եւ մեզ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս մեծ մեկնարկ, մեծ հաջողություն եմ մաղթում, որ մենք սովորենք կատարել մեր ինքնուրույն ընտրությունը, հույսը չդնել ոչ մեկի վրա, մենք